Բայց իմացաք ինչ եղավ ժողովուրդ ջան։ Արդեն քանի տարի է one-on-one travel agency-ով ես ֆրֆռում ամբողջ աշխարհով։ Հեսա արդեն Հայաստանի տոմսերը արել եմ եւ աշխարհի ործերը մատը դնես կարող ես տեղից գնաս եւ կազմակերպում քո տրանսֆերը, այսինքն պատվիրում ես մի անգամից ավտոբուսա, Uber-ա, տաքսիա, դստում ես ու գնում ես հարմարավետ հյուրանոց։ Նա։ Դա տենց։ Համել ինչ ասեմ, ճիշտ ասած, բացի հարմար գներից տեղշեն հաճելի ջահելակցներ են աշխատում, եկել եմ աչքերի վաննա Անտոնան էլի, միշտեղից եմ առնում։ Զարա ջան, это բիզնես կլասը ինչ արժի։ Կնոպկեն սխմյաց։ Սիրելի հետևորդ, դե ոչ միայն հետևորդ։ Ես արդեն նշանակեցի ներկայացումս վերանդայում ամսի 3-ին փետրվարի խաղամս ջազ եւ ստենդափ նոր լավ ծրագիր եմ սարքել, շատ լավ խումբ է, մեր խումբը, համեցեք, տոմսերը տիկետ նիկետում է, մի երկու օրից արդեն ռեկլամներն կգնա, կամ եթե արդեն գնում է, չգիտեմ Instagram-ով, ինչև է։ Բարև ձեզ, լայքը ծխնեք, անցնեք առաջ, սա այն եթերներից չէ, որ շատ կտարածվի, ուղղակի խոսեմ նրանից, ինչ որ ինձ ավելի շատ է հետաքրքրում։ Կարծում եմ մարդիկ կգտնվեն, ում որ հետաքրքրի է թեման։ Մի հետաքրքիր բան եմ ուզում ձեզ ասեմ, այստեղ ափսոս չկա, հենա, խնդրեմ։ Ուրեմն փողոցներում դրված են շատ հաճախ տեսնում ես ինչ որ կահույքի կտորներ, կենցաղային իրեր, կենցաղային տեխնիկա, փողոցում կարող է դրված լինել։ Խնդրեմ, հիմա սա բասկաթոռ է, ահա, խնդրեմ, սա, իհարկե, սա արդեն օգտագործելու չի, թե պետք է շատ ուզես կօգտագործես, երբեմն լինում են իրեր, որոնք որ լավ են օգտագործելի են, ինձ է այդպիսի դեպք եղել է, ես մի անգամ հայլի առա, որը որ շատ վատ էր ցույց տալիս, առանց հետո ինքնագնահատականից մի առանձնապես բարձր չի, հա, բայց սենց է ցույց տալել մեջի։ Այն բանը հիշեցի մի հատ բան կա, չէ, առակ կա, որ ասում է կապիկը հայլու մեջ նայում է, ասում է այդ հայլն է մեղավոր, որ ինքը կապիկ է, Կրիլովի մոտ էր այդ առակը, հետո չեմ սխալվում, հայլն է մեղադրում, բայց այդ հայլին իսկապես շատ վատն էր։ Ու չգիտեի ինչ անե այդ հայլին, արդեն փողում տվե առել եմ, բայց մի օր տեսա փողոցում դրված էր մի հրաշալի հայլի, ոտերով, բանով, տենց սիրուն, ոտքերով, հենակներով, վերեցի այդ հայլին, այս իմ հայլին էլ, որը որ, այսպես ասած, դեռ գնապիտակը վրեն էր, տարա և դրեցի այդ հայլու տեղը, հիմա նորմալ օգտագործում ենք այն հայլին, այսինքն ստեղ ինչն է ընդունված, որը կարող է զարմացնել մեր Հայաստանում ապրողներին, ինչ որ պետք չի իրենց, նրանք դնում են դուրս։ Եվ անպայման չի դարինի ինչ-որ բան, որ այլևս օգտագործել չլինի։ Ես անգամ տեսել եմ, որ այդպես գնապիտակը վրեն դրած լինի, այսինքն մարդը առել է, հավես չունի տանի հետ հանձնի, ասում է լավ կարող է ինչ-որ մեկին պետք գա, հա։ Հայ ընդեղ ժողովուրդ ջան, չգիտեմ կերևա թե չէ, այ են անկյունում տեսնում եք ունիտազա դրված։ Դե դժվար թե ինչ-որ մեկին պետք գա, տեսակ, այն է, այն է, այ հեսա, տեսեք, ահա, դժվար թե ինչ-որ մեկին պետք գա, բայց մարդը բեր է դրել է, էլի մարդ ես, կարող ապատար իրականություն մի հատ մեքենա կա, որ գալի այդ հին իրերը հետո հավաքում, հա, իսկ որը որ պետք կա, իհարկե բանա, մարդիկ վերստում են հետո, ասելս ինչ է, մենք օրինակ, հայերս, մի շատ վատ բնավորություն ունենք, մենք մտեք մեր գարաժները, մտեք չերդակները, ով վերջի հարգում ու ապրում վերևը մտեք խորդանոցները, ոնց տեսեք ինչքան հին ապրանք կա, որ երբեք չի օգտագործել, ասկի տատիտ արդեն չի օգտագործել, բայց դու դա պահում ես։ Ես շատ եմ վերլուծել դա ինչից է, դա իհարկե մեր գենետիկ կոդի մեջ է նստածել, որ ապրանքը ինչի ես դենքսում, պետք կգա, դե օժիտ դնելու նման մի բան է։ Հիմա ով օժիտ դնում, բայց դնում են, չէ, ժամանակին օժիտը դնում են, որ կարող է հետո ամբուստանա,
Հետո այդ բան այդ հիմա ասենք այդ օժը դրում ես 2 տարի հետո դա մոդա չի արդեն, կարաս թափես։ Բայց այդ շոշափելի ինչ որ տենց իրերի հանդեպ ունենք բավական անառողջ վերաբերմունք եւ պահում ենք դա։ Պահում ենք, որովհետեւ դա տատիի առած յուգոսլավսկի մեբելն է։ Տատին վաղուց չկա, բայց դա դրած է։ Ես հասկանում եմ, եթե ունենք էմոցիոնալ կապ դրա հետ։ Օրինակ, իմ Սարի թատրոնի այդ շենքում, գյուղում, ով որ եկել է, ով որ եկել է, կարող է իմացի, որ հա տեսել եմ։ Կան հետարքիր իրեր, որոնք որ ինձ համար թանկ են, ասենք, կլոր մի հատ հայլի ունեմ, արդեն դեմոդե հայլի է, իհարկե մամային նվիրելն է, որ ես ծնվել եմ։ Ունեմ 19-րդ դարի հայլի, որ առել եմ, ունեմ անտիկվար, ինչ-որ մի հատ սերվանդա 19-րդ դարի վերջ, որ առել եմ, տենց բերել եմ, սիրում խնամքով այն վերանորոգել եմ, ռեստավրացիա եմ արել, ժամանակին զբաղվում էի դրանով, պահել եմ, այդ ուրիշ հարց։ Բայց այդ մի րոպես անցնի ոնց եմ հոգնել այս բաներից, այդ վերծայլոտներից, հա, բայց դե միտս խառնեց, տեսեք այստեղ օրինակ դիվանա դրած, մի հատ տեսեք, այ այս դիվանը, իհարկե լրիվ նոր չի, բայց բարձերը լավ վիճակում, տեսակ, երևում է, հնդրեմ, հիմա կարելի է իրականում դրանց վերանորոգել, մի հատ լվալ, ասենք, բարձր է լվալ տա, բան ցեպով այլ, տա, բայց իրի օգտագոր չէ, մարդուն պետք չի, մարդը հոգնել է դրանից։ Նոր դիվանը առե, այս բերել լստե այս բազմոցը, վերջ։ Ես սկզբից զարմանում էի, որ այդ ամեն ինչը տեսնում էի, որով ինքս էլ եմ, ասենք, հայ մարդեն ոնց դա աթոռը ուր գցես աղբե, դե աթոռը նստում ենք էլի, վաղուց նորն է սարի արդեն, բայց այդ աթոռը ոտի տակ պապի աթոռն է դրած է էլի, բան։ Չէ, այստեղ բան չկա իհարկե, եւ այդ կողմից իհարկե լավ է, հատկանշական է, որ մարդիկ հին իրերից շատ հեշտ ազատվում են եւ չկա այդ որևէ իր կամ ինչ-որ բան սարքելու այդ գաղափարը, ոչինչ չի սարքվում, ասենք, ջարդվել է, դեն են գցում, որտեվ սա ապրանքի երկիր է, ամեն տեղ ամեն ինչ կա, Հայաստանում էլ կա ամեն ինչ։ Եթե թանկա չես կարող առնես, դա ուրիշ հարց է, բայց դա գալիս է մեր ոչ միայն ասենք այդ սոցիալական վիճակից, որ չեն կարողանում նորը առնենք, այլ աղքատի մտածելակերպից, որովհետև մենք համարում ենք, որ դա կարող է դեռ պետք գալ։ Խնդրեմ ժողովուրդ ջան, այստեղ դրած է կոմպյուտերի համար շատ լավ բազկաթոռ, տեսեք, դրած է, չէ՞, այս է, տեսակ։ Իրան էլ պետք չի, իրեն դզամը չպես մի $200 ապրանք է, իրան էլ պետք չի, օգտագործել, պրծել է, թազեն արել դրել է դա դուս է, ես կարամ դա վերցնեմ տարեմ իմ տուն, եթե ինձ պետք լինի, բայց ես ունեմ։ Էլ որ ինչ ասել, լիքը տես բաներ կա։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Մեր այդ կարծրացած այդ հնից կարճելու բանը մոլուցկը բավականին ուժեղ է ու բավականին շատ է, պետք է հասկանանք դա որտեղից է գալիս։ Նախ եւ առաջ ընդունենք, որ ֆիզիկական իրերի հետ կապվելը այնքան առողջ բան չի եւ ես էլ ունեմ այդ բնավորությունը եւ տարիներ շարունակ աշխատում եմ դրա վրա, որպեսզի դրանից ազատվեմ, դեզել եմ տալիս խորհուրդ, որովհետեւ կապվել կարող ես մարդու հետ, կապվել էմոցիոնալ կապ կարող ես ունենալ կենդանու հետ, բայց դե աթոռը էլի հասկացանք, հա։ Որոշ բաների հետ կարելի է, բայց ամեն ինչ չի կարելի։ Ես օրինակ հիշում եմ, մենք մինչև համոզում ենք մեր ծնողներին ինչ-որ բան դենք գցել, ահագին ժամանակ էր ասում։ Հիմա նույնը երեխեքն են, բայց երբ որ ասում են պապա, սա հին է, սա պետք չի, ես չեմ կարճում դրանից։ Եվ ձեզ էլ եմ խորհուրդ տալի ավելի հեշտ ազատվել հին բաներից։ Նաև հիմա ասենք դե մի քիչ ավելի խորանանք այդ թեմայի մեջ։ Մի վարքյան անցնենք մի քիչ ավելի բարև ձեզ։ Մի քիչ ավելի խորը, հա, թեմային,
մենք նաև կարճում ենք մեր հին տրադիցիաներից։ Դա էլ է տեղից գալիս, երբ որ դու նորը չես ընդունում, երբ որ նորը քեզ համար դժվար է։ Ինչքան հին տափակ օրենքներ ունենք, ինչքան ապուշ անիմաստ ունենք, ինչ որ քյարթու, այսպես ասած, բաներ, որից որ ոչ մի կերպ չենք կարողանում ազատվենք։ Այն որ մեծի խոսքը պետք է լսես, ինչի պետք է լսես, կարող ես բացատրես։ Մեծի խոսքը չի պետք է լսես։ Առաջ, երբ որ մեծը քեզանից 1000 անգամ մեծ փորձ ուներ, այդ մեծից ինչ որ խոսք հարցնելը իրականում պետք էր։ Պետք էր, որովհետև երեխաները փորձ չունեին։ Հիմիկվա երիտասարդը այնքան ինֆորմացիա ունի եւ այնքան արդեն անցել, որ մի բանը քեզ կսովորեցնի ինչ որ բան։ Ու դու պիտի հասկանաս, որ այն մարդը, այն երիտասարդը, որը որ նույն համակարգչով կարողանում է մտնի հանգիստ ինտերնետ, հանգիստ փող աշխատի, հանգիստ իր ընտանիքը պահի, դու իրան գոնե որոշ բաներ իրավունք չունես խորհուրդ տալու։ Եվ նա պիտի քեզ հարգի ոչ թե դրա համար, որ դու իրանից շատ ես ինչ-որ տես բաներ իմանում, կամ դու իրանից խելոք ես, չէ։ Նա ուղղակի պիտի քեզ հարգի զուտ էմոցիոնալ ինչ-որ բանից ելնելով, որտեվ դու իրա, ասենք, հայրն ես, կամ պապն ես, կամ չգիտեմ, կամ այն մարդն ես, որը որ իրան շատ է սիրում։ Հարգանքը սիրո վրա պիտի հիմնված լինի, ոչ թե ինչ-որ ավտորիտետի, ինքը ցեղի մեծն է, ինքը գիտի, պապին չգա, սեղան չենք նստում։ Այդ ժամանակները անցել է։ Ժողովուրդ, մենք ոչ մի կերպ չենք կարողանում հասկանանք, որ մենք մտնել ենք նոր աշխարհ։ Գիտեք ի՞նչն է այդ արկիր։ Ես հիշում եմ, ասենք նկատել եմ, որ հիմա նայեք ոնց է։ Նոր բան է մտնում, չէ՞, G5 ինչ որ տես մի հատ ինտերնետ կար, չէ՞։ Դա չիպավորում են։ Դա գիտես ինչ այն դրա համար է, որ մեզ հետևեն։ Մեզ վաղուց ասեն հետևում են, հանգստացեք։ Պատվաստվելը, չէ՞։ Դա քեզ չիպավորում են հաստատ, որ դու հետո էլի քեզ ղեկավարեն։ Հիմա այս բանը, այս արհեստական բանականությունը, հա։ Խնդրեմ, ժողովուրդ ջան, հիմա ես կարող եմ ցույց տալ բացկաթոռների մի 1 2 3 4 5 հատ։ Կներեք, թեմայից շեղվեմ։ Ահա։ Լրիվ պիտանի։ Կարամ հենց հիմա նստեմ, ասենք, իրա վրա նորմալ։ Հա, մի քիչ միգուցե թարմ չի, հա։ Տեսեք, բայց ասացեք, որ շատերը իրանց տանը սրանից ավելի վատ ունեն, հա, բայց այս մարդուն արդեն պետք չի, դա դրելա դուրսը, նոր կահույք առը, հիմա վերադառնանք, որտեղ կանգնեցի, կներեք, հա, արհեստական բանականությունը, դա սատանայական է, ուրեմն մեր մոտ ինչ-որ անհասկանալի է, ինչ-որ նոր է, կամ չիպավորում են, կամ սատանայական է, կամ հատուկ դրսից բերած է, որ մեզ այլասեր են։ Դա բավականին հիմար ու քառակուսի մտածելակերպ է։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, ժողովուրդ ջան։ Արհեստական բանականությունը դա նույն զենքն է, ինչ որ հոսանքը։ Հոսանքի մեջ կարող ես մատը հետ մցնես ու քեզ խփի այդ տոկը, բայց կարող ես լամպշկա վառես։ Այդ օրինակը հանճարեղ օրինակ ամեն անգամ ես օրինակ ասում եմ։ Նույնն է դա արհեստական բանականությունը հեշտացել է մարդու կյանքը։ Հեշտացել է մարդու համ ստեղծագործական կյանքը, համ կենցաղային կյանքը։ Ինչ վատ բան կա դրա մեջ։ Ինչ վատ բան կա։ Վերադառնանք ասենք հետ, ասենք լավ է, որ հեռախոսը բաներ, ասենք պրովուդով էր ու ամեն անգամ ընկնում ջա, հիշում եք հեռախոսներ ունենք, իզոլացիոնով կապած։ Ասենք ես վատ է հիմա, որ ասենք փոքր տելևիզիա դեմս ու ես խոսում եմ ձեր հետ։ Դուք գիտեք, դա արհեստական բանականության սկիզբն է, էլի ասենք այդտեղ այդ ամեն ինչը։ Հիմա էլ տենց ասենք ինչ վատ բան կա դրա մեջ։ Ինչու ենք մենք ամեն ինչին անուն կպցնում, ինչու ենք մենք ամեն ինչից վախում, հա։ Խնդրեմ։ Էլի ցույց տամ ձեզ աթոռներ։ Ահա։ Ահա։ Աթոռա։ Տեսեք,
լավ չի երևում, հա։ Ահա, տեսակ, աթոռները։ Ասենք քանի տենց աթոռ մենք ունենք մեր դաչաներում։ Կամ չերդակում գցած է, կամ տան մեջա որ չեն կարում ազատվենք դրանից։ Ես մարդիկ հանգիստ դնում են դուրս, հասկանում հանգիստ։ Դա վերադառնանք արհեստական բանականության կամ ընդհանրապես վերադառնանք նորարարությանը, նոր բանին։ Մենք մանավանդ իմ տարիքի տրակած մարդիկ անենց ենք ընդդիմանում նոր բաներին, ոնց որ, չգիտեմ, ոնց որ ինչ-որ մի հատ տենց հատուկ մարդիկ տենց մտածել են ոնց պես վնաս տան։ Ես գիտեմ տատիներին, որոնք որ դու հիմա կգրեք նաև կոմենտներում, որոնք որ առաջի անգամ լվացքի մեքենա տեսան, իրանց թվում է դա սատանան ա բերի այդ լվացքի մեքենան, եւ իրանք ձեռով հաստատ ավելի լավ կլվան, քան թե լվացքի մեքենան։ Այն նույն բանն է։ Նոր ինչ-որ նորարարություն միշտ խանգարել է ընդունել մարդու քառակուսի լինելը եւ այդ քառակուսի լինելը նաեւ գալիս է կրոնից։ Հիմա կպատմեմ ինչու։ Երբ որ մերոնք աշխատում էին Աֆրիկայում, ես 4-5-6 նախադպրոցական տարիքում էի եւ իրանց հետ Սոմալիում եմ ապրել, այնտեղ ուրեմն սկսել էր ահավոր սկսվել էր բան, խոլերայի համաճարակ։ Այդ հակնեմ որ դες լավ տեսնեմ։ Խոլերայի հա, այդ հակա որ լայք դլեք, հենց հիմա, կենց ապրեք, հա։ Խոլերայի համաճարակ եւ գյուղերով մարդիկ մեռնում են, գյուղերով։ Ես անգամ հիշում եմ խորհրդային դեսպանության մի աշխատող, որը պապան էր պատում, ես իրան չեմ տեսել, ասում է 2 մետրանոց մարդ էր, բան էր, հոթաչու էր։ 2 մետրանոց մարդ էր, մոտ մի 150 կիլոյանոց, էլի, հա, եթե ոչ ավել, ասում է մի շաբաթում այդ խեշ մարդը դառավ 30 կիլո ու մեռավ։ Խոլերայից, այդտենց ահավոր համաճարակ էր։ Մերս հիշում եմ ձմերուկ բան, որ առնում էր խնձորը, օճառով լվանում էր նոր տալի, որ մենք ուտեինք։ Այդտենց համաճարակ էր։ Եվ այդ խեղճ աֆրիկացիները, սոմալեցիները այդտենց գյուղերով մեռնում էին։ Ինչի համար։ Որովհետև Ալլահն է ուղարկել այդ հիվանդությունը, որովհետև Ալլահը, այսինքն Աստվածը, չի թողնում, որ դու ինչ-որ մի իրան հանդիմանաս, դեղը նոր բան է, այդի դեղը բան չի, դա հակա մարդկային է, հասկանում եք, դա նորություն է ինչ-որ, դեղով է խմել դեղ, ինչ դեղս որն Աստված է սա տվել, բայց էդ էլ է կարծր մտածելու դեբիլիզմի այն ամենավերջի բանն է, ճիշտ է, իհարկե հայերս այտենց չենք, եւ երբեք կրոնական տես ծայրահեղությունների մեջ մենք չենք ընկել, բայց դա էլ է, այդ ստադիաներից մեկն է, որ նոր բան չընդունես հանկարծ, եւ դες բանը ապրես բլական այսպես հունով, հա, ոչ ինտերնետ, ոչ բան, ու ամեն անգամ, հիմա այդ ինտերնետը որ նոր մտավ, գիտեք ինչքան էին հաճում, չեք պատկերացնում։ Գիտեք ինչքան էին խոսում ինտերնետի, այդ ինչ բանա ոնց կա, հեռախոսը կա, բոլ չի, չէ, բոլ չի, կյանքը գնում առաջ։ Կյանքը առաջ է գնում, 1000 ու մի բան է բանանում։ Հնից պիտի հրաժարվել։ Եթե հնից հրաժարվես, հիմնա քեզնից հրաժարվում եւ դու մնում ես այսպես ասած ոսկեղենիկ հայերենով ասած բորտին ուղակի, որովհետեւ լինում ես թե ոչ ակտուալ։ Ես չեմ ասում թե բոլոր իմ տարիքի մարդիկը տենց են, իհարկե ոչ, բայց մեծ մասամբ, ասենք, դա այդ մարդիկ են, որոնք որ ամեն ինչում տեսնում են ինչ-որ մի ռուսերեն մի լավ բառ կա, պատվող։ Այսի սրա համար է արված, ու գնում են միստիֆիկացիաների դուռը։ Իրական դա սարսափելի է եւ կանգնեցնում է, արգելակում է հասարակության աճը։ Դա խանգարում է նաեւ երիտասարդներին, որոնք որ չգիտեն ինչ անեն մեզ այդ ուղակին։ Հա, ոնց տատին ոնց բացատրեն, պապին ոնց բացատրեն, որ դա այտենց չի։ Ոնց բացատրես մեր պապին, որ այս դիվանը, այս դիվանը անգամ եւ ճղած չի, փչացած չի, կեղտոտել չի, բայց էլ պետք չի։ Կարելի է բերել ու դնել փողոցում, կարող է մի ուրիշին պետք է, այնպես եւ այս դիվանը։ Խնդրեմ։ Մի արդեն վրան զիբիլ բան ենք, ցե։
Չգիտեմ, բայց դեպս որ նայես, ասենք բարձերը նորմալ, հա, նորմալ ասենք բարձերը, ասենք բավականին լավ են եւ խիմչիսկա տանք բերենք օգտագործենք։ Հնարավոր է եւ այդպես անել, իրական ուղղակի ստե կան թանկա դա, ասենք ավելի որ շպրտես թազեր առնես, իրական ստե հասկանում ես չի հատես։ Էտա ժողովուրդ ջան, ես ուղղակի առաջարկում եմ այն բաներից, որոնց հետ դուք էմոցիոնալ կապվածություն չունեք, մի սարքեք ավելի շատ էմոցիոնալ կապվածություն։ Այդ խրուստալի լոդչկա սերվիզները, որ դրած են, ասենք, մեր տանը, այդ յուգոսլավսկի մեբելի մեջ, յուգոսլավսկի այդ սերվանների մեջ, որ մինչև հիմա դրված են, տեսել եմ, Երևանում եմ տեսել, Կիրովականում եմ տեսել, Գյումրիում եմ տեսել, հազարը մի տուն եմ մտնում դուրս գալի, մինչև հիմա դրված է։ Վաղուստատների պապիները չկան, բայց դա հələ կա։ Ազատվեք ամեն ինչից եւ ձեռք բերեք նորը։ Այդ ամեն ինչը խնդրում եմ չքաղաքականացնել, չմիացնել նոր Հայաստան գաղափարի հետ, որովհետեւ դա քաղաքական թեմա չի, իմ ասածը։ Դա զուտ կենցաղային թեմա է, որը որ խանգարում է մեզ ապրել։ Հին տրադիցիաները, որոնք որ անպետք են, հին սովորույթները, որոնք որ մեզ խանգարում են, ուղղակի չեն թողում, որ մենք շնչենք։ Դրա համար, սիրելի երիտասարդներ, եթե այդպիսի կան իմ ալիքում, իսկ ես գիտեմ, որ կան, իհարկե ներողամտորեն մոտեցեք մեր շիզոֆրենիային, դա տարիքային շիզոֆրենիա է, այսպես ասած, մենք իրականում դες շատ ենք սիրում։ Եվ այսպես մեծերին էլ խորհուրդ տամ, որ վերջապես թողեք երեխեքը ապրեն, ազատվեք ձեր համ հին իրերից, համ հին գաղափարներից, որոնք որ ձեզ խանգարում են։ Կներեք, սենց մի հատ եթեր ստացվեց այսօր, ոչ քաղաքական, եւ որը որ ինձ ավելի հոգեհարազատ է, համոզված եմ, որ գոնե մի 10,000 հոգի գտնվի, որոնց որ էլի հարազատ է այդ թեման։ Շնորհակալություն, ես կանոպկեն գտնեմ, կանոպկեն։